Իմ կյանքում ինքը ամենահաջողված, ամենասիրված տիպարն է եւ մարդկային տեսանկյունից եւ որպես վիրաբույժ։ Դա այն մարդն է, ումից կարելի է անդադ շուտ բան սովորել։ Բավականին մեծ անցած ճանապարհ ունի, թե վիրաբուժության մեջ, թե կազմակերպչական աշխատանքում։ Ցանկացած իրավիճակ, եթե ստեղծվի, թե պլանային, թե էքստրեն իրավիճակ, միանշանակ խնդիրը լուծվում է, որովհետև իր փորձը շատ է եւ լապարոսկոպիկ վիրաբուժության մեջ եւ բաց վիրաբուժության մեջ Անընդմեջ իր վրա աշխատող վիրաբույժներից է, այդ կարգի բժիշկները իհարկե քիչ են, ցավոք սրտի։ Հոգով մինչև հիմա էլ ու վառ արտահայտված կողմը հոգու զինվորական բժշկությունն է, ամենայն վստահությամբ կարամ նշեմ, որովհետև մի անգամ չի, որ ցույց է տվել։ Շատ բարի անձնավորություն է ու ես արդեն ասել եմ դրա մասին, բայց նորից կկրկնեմ, որ ինքը շատ արդար մարդ է։ Որպես մարդ ինքը բարձր արժեքներով, բարձր արժե համակարգով մարդ է։ Ինքը որտեղ որ պետք է լինի, որտեղ որ ինքը կա, այդտեղ ուրեմն պետք է լինի ուրախություն, այդտեղ պետք է լինի շարժում, աշխուժություն։ Ինքը իր այնքան մեծ էներգիա ունի, որ այդ իր էներգիայով բոլորին իր շուրջ համախմբում է ու աուրան փոխվում է։ Ես շնորհակալ եմ, որ իմ կյանքում ձեռք եմ բերել նման ընկեր եւ ուզում եմ, որ դա իմ կյանքում շատ չհամարվի Աստծո կողմից։ Սևակը դեռ կուրսանտ էր ռազմաբժշկական ֆակուլտետի եւ եթե ճիշտ եմ հիշում, ես նորանշանակ ֆակուլտետի պետն էի, ինքը 6-րդ կուրսում էր, այդ ժամանակից Սևակին ճանաչում եմ։ Մեր ծանոթությունը ստեղծվել է, սկսվել է ուսանողական տարիներից, երբ որ մենք ընդունվեցինք Երևանի պետական բժշկական համալսարան, ռազմաբժշկական ֆակուլտետ։ Մենք ընդունվել էինք այդ ժամանակ, ինքը տեղափոխվեց այլ ֆակուլտետից։ Այն ժամանակ Սևակը եւ եւս մի քանի երիտասարդներ աչքի ընկնող տղաներ էին։ Այսօրվա պես հիշում եմ անատոմիայի դաս էր։ Նստած էինք, դուռը բացվեց, Շահբազյանն եկավ։ Ցանոթ տարիներին, երբ որ ես բնակվում էի Զեյթունի հանրակացարանում, ոնց որ իմ սենյակը, իմ ապրելու տեղը դարձել էր իմ ընկերների հավաքատեղին։ Մենք բոլորը միասին էինք պարապում քննությունները, այդ մի ամիսը բոլորով անցկացնում էինք հանրակացարանում։ Առաջադիմության զգալի աճել նույնիսկ գրանցեցինք, այդ արդեն լուրջ առանց կատակի։ Բայց դա մի բան պետք է ասեմ, որ ավելի քիչ էր պարապում քննությունները Շահբազյանը, բայց ամենաբարձրն էր ստանում։ Գնաց աղասել լավ սովորով ենք եղել, բայց այդ ժամանակ շատ ավելի հետաքրքիր ստացվեց։ Սովորաբար հակառակը պետք է լինի, բայց մեր մոտ այդ էլ հակառակն եղավ։ Բայց ինքը ավելի քիչ էր կարդում։ Չգիտեմ գաղտնիքը ինչումն էր, ու բոլոր քննությունները գերազանց է հանձնել։ Եվ հետագայում արդեն Սևակի հետ կապը անձնական կորցրեցի, որովհետև Սևակը անցավ ծառայությունը սկսեց բավականին բարդ մի օղակում, Ջաբրայելի հոսպիտալ եւ այլն։ Առիթ եղավ մի երկու անգամ ինձ կոնսուլտացիայի կանչեցին գոսպիտալ, բարդ դեպքեր էր եւ ես տեսա իր վերաբերմունքը համ հիվանդների հանդեպ, համ էլ այն շրջապատը, որը որ իր շուրջն է, իրան ոչ թե հարգում են, վախենում են, իրան սիրում են։ Ու անցավ մասնագիտական կայացման մի երկար այսպես փուլ, որի ընթացքում Սևակը համոզված եմ անընդմեջ աշխատեց իր վրա եւ պատահական չէր, որ ինքը ապագայում դարձավ
կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժնի ղեկավարը, ինչը շատ պատասխանատու աշխատանք է, բնականաբար որոշումներ կայացնելու հմտություններ նաև պետք է ունենալ զինվորական ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով, պլյուս բարդ եւ ծանրագույն հիվանդներ, ճիշտ է երիտասարդ որպես կանոն, բայց այդտեղ հրազեն, այդտեղ պատերազմներ եւ այլ։ Սեվակ այս ամեն ինչը պատով անցել է իհարկե։ Ստորացրվեց պայստազոր, իր գործը շարունակեց Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Ինչպես եղավ, որ Սևակը հայտնվեց Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Սիգի Աշանիչը մի հատ իսկ կանչեց իր առանձնասենյակը, ասեց նստի։ Լյովա չէր ասում, լյով մի հատ նստի, մի հատ բան հարց կա քննարկելու, ասեց մենք արդեն մեծացել ենք, բան համաձայն ես արդեն մեր դիրքերը փոխանցենք ավելի երիտասարդ սերնդի, ասենք ես օրինակ պլանավորում եմ, որ իմ տղան շարունակի իմ գործը, վել մեկն ու մեկին որ քեզ շարունակի էլի, հա, ասեցի ասած, եթե տենց ես որոշում, դա էլ ասեց, դե իրար հետ է գգած բասեյնում կլողանանք, մեկ նարդի բիլիարդ խաղանք, ասի լավ, համաձայն է։ Ու Շենգավիթ բժշկական կենտրոնը մեծ հաճույքով Սևակին վերցրեց իր թիմի մեջ, որտեղ նույնպես Սևակը շատ արագ եւ շատ այսպես ցուցաբերելով կոմունիկատիվ, այսպես բարձր պատկանիշներ նաև շատ արագ ինտեգրվեց։ Բարի ժպիտ ունի, հետո խոսալու տոնը, զգում ես, որ հարգանքով է վերաբերվում, էլի։ Ես շատ իրան բան արեցի, ասի Սևակ ջան, ասի, դու երբ ես գալու, ասես դե հիմա այնտեղ եմ հալա, ասի գիտե ինչ արի մեկ-մեկ իմ ապխոդը, իմ համայցը 5-7 օրերն է, արի մեկ-մեկ իմ հետ մասնակցի, էլի։ Չէ, լավ, ոնց անհարմար զգաց, էլի, ոնց որ, չէ, ասի բան չի, էլի։ Կամաց, որ սահուն ներգրվես, էլի, ներդրվես քաղաքացիական բժշկությունը, տարբեր է զինվորական բժշկ։ Ես ինքս 5 տարի զինվորական բժիշկ եմ եղել։ Ու այդ ինտեգրումը եղավ այն կարգի, որ շատ կարճ ժամանակ հետո մեր հարգարժան Լևոն Սերգեյիչը ոնց որ փոխանցեց իրեն այդ վիրաբուժական ծառայության ղեկավարի փաստացի ոնց որ լիազորությունները ու դա կոլեկտիվը ընդունեց, ես կասեի, որ իմ համար բավականին անսպասելի հեշտությամբ։ Եվ երբ որ ինքը եկավ մեզ մոտ, սկսեցինք ընկերություն անել, որովհետև բավականին նման կողմեր ունենք, այդ ընդհանուր հանգստությունը, այդ վիրաբուժական, ոնց որ ասած, ընկերություն կար նաև, որովհետև բավականին բաներ ես իրանից սովորել եմ, մինչև հիմա սովորում եմ, ել չեմ ասում, որ ինքը իմ ղեկավարն է եղել, ես վիրաբուժական որդինատուրան ավարտել եմ իր ղեկավարության տակ։ Իր մասին շատ լավ կարծիք կազմեցի առաջի վիրատության ժամանակ, որին որ մասնակցեցի իր հետ, որովհետև ինձ համարել էր դա նոր բժիշկ կա, ու չես իմանում ոնց աշխատելու, ինչպես այրեն պահելու։ Շատ հանգիստ էր, շատ արագ արեց վիրատությունը, բավականին ճշգրիտ շարժումներով, որը խոսում է իհարկե իր պրոֆեսիոնալիզմի մասին։ Ինքը ոնց որ գտել է իր ուղին, հիմնական այդ բարիատրիկ վիրաբուժությունը բավականին բարդ, բավականին լուրջ վիրաբուժություն է, այն էլ էնդոսկոպիկ, ու հիվանդները շատ գեր հիվանդներ են, ես որպես էնդոսկոպիստ ասեմ, որ դժվար է վիրատել այդպես հիվանդներին։
կամաց նաև դպրոց է ստեղծում այդ վիրաբուժության, որովհետև տեսնում եմ ջահելներին կողքը, որոնք սովորում են, որոնք իր հետ լվացվում են, իրանք աճում են, ես բազմաթիվ հիմա թարմ ջահել վիրաբուժներ եմ տեսնում, որոնք բավականին զարգացել են իր ձեռքի տակ։ Այդ is շատ կարևոր է։ Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարության ներքո աշխատելը, որովհետև մենք մեզ շատ ամուր ենք զգում եւ մասնագիտական առումով եւ մնացած առումներով։ Հետո արդեն ավելի ոնց որ լավ կարծիք կազմեցի իր մասին, երբ որ արեց այնպիսի վիրատություն, որը մեր մոտ դեռ չէր արվել երբեք մեր հիվանդանոցում էլ մինչև իրա գալը։ Բավականին հետաքրքիր ու բարդ դեպք էր, շատ լավ արեց ու ինչ ասեմ, պատվով դուրս եկավ առանց ինչ-որ բարդությունների հիվանդը երրորդ օրը արդեն տունն էր, էլի։ Որպես վիրաբույժ անեստեզիոլոգի հայացքով, աչքերով այլով կարող եմ ասել, որ շատ հուսալի վիրաբույժ է։ Մենք անեստեզիոլոգներս բավականին հանգիստ ենք աշխատում իր հետ, որովհետև գիտենք, որ ցանկացած վիրաբուժական սիտուացիա հաղթահարելի է իր մասնակցությամբ, երբ որ կարիքա լինում Շաբազյան Սևակին կանչել վիրահատարան ցանկացած ժամի, կապ չունի գիշեր, ցերեկ, ցանկացած ժամի միշտ հասանելի է եւ միշտ իր վիրաբուժների առհասարակ իր թիմի կողքինն է։ Ղեկավարելու կարծում եմ երկու տեսակ կա, երբ որ մարդուց վախենում են եւ երբ որ հարգում են։ Ինքը հենց երկրորդ տեսակն է, որ իրեն բոլորը հարգում են։ Շատ եմ գնահատում իր աշխատանքը, որովհետեւ Սևակի մեջ տեսնում եմ այն մասնագետին, ով իրականում միշտ խորաթափանց կլինիկական դեպքերում ուշադրության կենտրոնում դարձնելով բոլոր փոքր թեկուզ բարդությունները եւ անձնակազմին զգաստ պահելու բոլոր պացիենտների հետևից ամեն մանրուքի հետևից գնալու, ախտորոշելու եւ բարձր որակ վերջիվերջո ստանալու բուժման մեջ արդյունք է գրանցում ոչ թիմով եւ կարողանում է ամբողջ թիմին էլ ավելի վերև բարձրացնել, ավելի նոր մակարդակի բարձրացնել, որպեսզի հիվանդանոցում կլինիկայում որևէ բարդություններ, դժվարություններ կամ որևէ խոչընդոտներ չառաջանան։ Եվ կոլեկտիվը տեսավ, որ թիմ լիդերը, այսպես ասած, մարդ է, որ շատ լավ փորձառություն ունի, հմտություններ ունի վիրաբուժական, պլյուս գիտելիքներ ունի եւ մեծ ցանկություն ունի բոլորի հետ համատեղելու, իր աշխատանքը օգնելու, աջակցելու, թիմային այսպես զարգացում ապրելու համար։ Ես միշտ կողքից, երբ որ տեսնում եմ ինչպես է ինքը շփվում իր պացիենտների հետ, ինչպես է բացատրում նրանց մանրակրկիտորեն իրանց հիվանդությունը նկարում եւ ամենակարևորը իր մոտից պացիենտին այն ժամանակ է թողում գնա, երբ որ ինքը հասկանում է, որ պացիենտը ինչքանով որ հնարավոր է իր հիվանդության մասին մանրակրկիտ արդեն պատկերացում ունի։ Մոտ 1 տարի առաջ ես առաջարկեցի իր տեխնացությունը որպես ամբիոնի ղեկավար։ Անցել է արդեն համարյա 1 տարի եւ կրկին անգամ ես համոզվում եմ իմ ճիշտ ընտրության մեջ։ Տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ տարբեր այցեր ունենում, գիտական կոնֆերանսներ, այցեր, տարբեր սիմպոզիումներին, որը որ իրան թույլ է տալիս միշտ պահպանել բարձր մակարդակը, միշտ տեղյակ լինել այն նորություններին, այն նորույթներին, որը որ այսօր ընդունված է մեր մասնագիտության վիրաբուժության մեջ։ Եվ այդ նորարարությունը բերում կիրառում է մեր կլինիկայում։
երբ որ առաջացավ միտք դոկտորականի մասին, ես իհարկե միանգամից ուրախացա եւ ասեցի, որ ամեն ինչով, ես ինչով կարող եմ, կոնսուլտացիա, չգիտեմ բանով, ես կընթարաճեմ, որ դու ասնես, քանի որ այսօր ինքը արժանի է Դոկտորական աթենախոսության պաշտպանությունը նրա համար ձևական քայլ կամ անձնական հավակնություն չէ, այլ երկարամյա գիտական եւ գործնական աշխատանքի տրամաբանական շարունակություն։ Նրա գիտական հետաքրքրությունները միշտ սերտորեն կապված են եղել իրական կլինիկական պրակտիկայի հետ, եւ հենց դա է այն առանձնահատկությունը, որը բժշկության համար իմ կարծիքով եւ այդ ոլորտի համար շատ կարեւոր է։ Այդ սերունդի մեջ սեվակը իրոք տարբերվում է։ Հիմա բացի կոլեգիալ հարաբերություններից նաև ունենք ընկերական ջերմ հարաբերություններ, մարդկային, իրար հետ եւ հիսում ենք ուրախ օրերը եւ իհարկե անխուսափելի նաև դժվար օրերը։ Ցանկացած մարդ ինքը երջանիկ մարդ է, եթե Շահբազյանի պես ընկեր են, ասենց ասեմ։ Սևակի նման մարդ երևի չկա իմ կյանքում։ Ինքը մի հատ յուրահատուկ անձնավորություն է ու ես այնքան ուրախ եմ, այնքան հպարտ եմ, որ իր նման մարդ հայտնվեց իմ կյանքում, իր նման քավոր ես ունեցա։ Սևակ Շահբազյանը որպես ընկեր, որպես ընտանիքի հայր, որպես ծնող ինքը շատ օրինակելի է։ Ես ամ պապայի պես բժիշկ դառնամ, որ շատ աշխատեմ ու մարդկանց բուժում։ Ես ամ բժիշկ դառնամ, որ ինքը արդեն ծերաններով չկարողանա աշխատել, գործը շարունակեմ։ Ուզում եմ պապաս ուրախ լինի։ Պապայի հետ գնում ենք տորթիկներ ենք առնում, PlayStation, խաղալիքներ։ Պապան ի՞նչ է աշխատում։ Փողեր։ Հողեր աշխատում։